Այստեղ։ Ձեր խնամի Գագիկ Ծաղուկյան հետ ինչ հարաբերություններ։ Շատ լավ հարաբերություն ունեմ, խնամիները վատ հարաբերություն չեն ունենում, այդքան է։ Բայց ես իմ քաղաքական կարծիքն ունեմ, միտքն ունեմ, իմ քաղաքական ուղղությունն ունեմ, պարոն Ծառուկյանը իրեն ունի։ Ոչ մի անգամ չեմ քննարկել, չեմ էլ ուզում քննարկեմ, որովհետև ես ինքս իմ գիտակցությունն ունեմ։ Պարոն Սուքեսյան, իսկ Սամվել Ալեքսանյանի հետ ինչպիսի հարաբերություններ։ Շատ լավ, բոլոր գործարարներին ես հարգում եմ, որտեղ բոլորը գեներացնում են, բոլորը բյուջե են վճարում եւ ես հարգում եմ իրանց բոլորին։ Պարոն Ալեքսանյանը գրեթե բոլոր իշխանությունների հետ աշխատել է, հետ այս պատգամավոր եղել, հիմա ԿՊ-ի հետ այսպես սերտ աճում, այս ամեն իշխանության հետ սերտ աճելը, դա ինչ մարդկային որակի մասին է։ Այդ գիտեք ինչ մարդկային որակի մասին է, ես ուզում եմ ձեզ ասեմ ու մեզ բոլորիս, որ սովետը դեռ մեր ուղեղի մեջից դուրս եկած չի, դուք այդքան երիտասարդ եք, բայց սովետից բխող հարցեր եք տալի։ Հայաստանի լսեք, գնացեք նայեք նույն վերցնենք Ֆրանսիայի Հանրապետությունը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, շատ լավ հարաբերություն ունի եւ Մակրոնի հետ, որտեղ ինքը 76 տարեկան է, եւ Շիրակի հետ, եւ Օլանդի հետ, եւ Սարկոզիի հետ։ Այդ մարդը ինչ անի, գնա իրանց ասի, եկել եմ ձեզ ինչ անեմ, այն իր համար բիզնես է ստեղծում, նա նրա համար երկրի նախագահ է, բիզնես է ստեղծում, մյուս նախագահն է գալի, նա բիզնեսմեն է, այն մյուս նախագահն է գալի, ինչ պետք է անի Ֆրանսիայի թեկուզ 200 միլիարդ կարողություն ունեցող մարդը, պետք է հարգի իր երկրի նախագահին, եթե ինչ-որ մի խնդիր է պետք, այդ ինստիտուտներին կարա դիմի, բայց հիմա մենք Հայաստանում ասում ենք Սամվել Ալեքսանյանը բոլորի հետ լավ ա եղել, բա ինչ պետք է աներ, ինչ կարար աներ Սամվել Ալեքսանյանը։ Դե հիմա ինչ պետք է, այն ժամանակ մի քիչ ավելի գրուբի էին, հիմա էլ գցենք Սամվել Ալեքսանյանը այս իշխանության հետ առնչությունները մենակ էլի որպես տնտեսություն, որպես պետություն։ Առաջ մի քիչ ուրիշ է եղել, հիմա ուրիշ է, ինչ եք ուզում։ Այսքանը։ Ես էլ եմ ուզում ասեմ, որ հիմա ուրիշ է, ավելի ազատ են տնտեսվարողները, ավելի հանգիստ են։